գերեզմանը, դատարկ է այդ գերեզմանը, որտեղ երկնքի Տերը, աշխարհի ստեղծողը չէր կարող պարփակվել այդ գերեզմանի մեջ։ Մենք հանդգնում ենք մտածել և նաև փառաբանում ենք Աստծո մահը, նրա թաղումը, սակայն այդ ամենը սիրելիներ անում ենք Տիրոջ փրկagorության օրհնի ամբողջության մեջ։ Որովհետև Սուրբ Ավետարանը մեզ համար առանձին դրվագներ չեն, առանձին դրվագներ չեն, առանձին խորհուրդներ չեն կամ նորինություններ Քրիստոսի կյանքից։ Այս Սուրբ Ավետարանը իմաստավորված է Քրիստոսի Սուրբ Արքայությամբ։ Որովհետև այդ մահվանը, որը կատարվեց, որպեսզի մենք արդարանանք, և կամ ինչպես Պետրոս առաքյալը ընդհանրական իր թղթի մեջ ասում է, որ արդարը անարդարների համար մատնվեց, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն։ Մենք էլ սիրելիներ պիտի կարողանանք այդ խորհուրդը ընկալենք ճիշտ այդ տրամաբանության մեջ, որովհետև Աստված կամեցնում է անել իր քաղաքական մահվանից հետո, որով որ մենք մաքրվեցինք մեր մեղքերից, մենք ազատվեցինք մեր աղբերից, մենք ազատվեցինք մեր հոգին ծանրացնող բոլոր տեսակի երևույթներից, որոնք որ մեզ հեռացնում են Աստծուց։ Եվ արդարը անարդարների համար մատնվեց, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն։ Մեր կյանքի իմաստը սիրելիներ դա է, Աստծուն մոտենալու մեջ է։ Եվ Քրիստոսի Սուրբ Արությունը այո այն ճանապարհն է, որը մեզ մոտեցնում է Աստծուն։ Որովհետև Սուրբ Արությունը մեզ համար դառնում է ուժ վկայության, որով եթե Քրիստոս հարություն առավ, ապա մենք էլ պիտի հարություն առնենք։ Իսկ եթե Քրիստոս հարություն չի առել, ինչպես ասում է առաքյալը, ապա ունայն է մենք հավատում։ Սակայն այստեղ է հնչում քաջալերող խոսքը, որը մենք լսեցինք ճիշտ հարությունից հետո, երբ առաքյալը